Բարի երեկո, հարգելիներս, հիմա կներկայացնեմ մակրոէվոլյուցիան։ Մակրոէվոլյուցիան տեսակից վեր էվոլյուցիան է, որը տեղի է ունենում բավականին երկար պատմական ժամանակահատվածում։ Այն ընթանում է շատ երկար և հնարավոր չէ ուսումնասիրել անմիջապես։ Մակրոէվոլյուցիա է կոչվում տեսակներից ցեղերի, ցեղերից ընտանիքների և այլ ավելի մեծ կարգաբանական խմբերի առաջացման գործընթացը։ Մակրոէվոլյուցիայի շարժիչ ուժերն են էվոլյուցիոն հիմնական շարժիչ ուժերը։ Դրանց մեջ են մտնում ժառանգական փոփոխականությունը, գոյության կռիվը և բնական ընտրությունը։ Գոյություն ունեն բավականին շատ ապացույցներ, որոնք վկայում են օրգանական աշխարհի միասնական ծագման մասին։ Դրանցից են հնեաբանական, սաղմնաբանական, կենսաաշխարհագրական և մորֆոլոգիական ապացույցները։ Հնեաբանությունը որպես գիտություն ուսումնասիրում է օրգանիզմների բրածո մնացորդները և բացահայտում է ժամանակակից տեսակների հետ դրանց նմանությունն ու տարբերությունները։ Դրանց թվին են պատկանում ֆիլոգենետիկ շարքերը, բրածո մնացորդները, ինչպես նաև անցումային ձևերը։ Ֆիլոն թարգմանաբար նշանակում է ցեղ, գենեզիս ծագում։ Հիմա ներկայացնենք ձիու ֆիլոգենետիկ շարքերը, որը սկսվում է հնգավատ վերջույթ և ավարտվում ժամանակակից ձիով, որը ունի միամատ վերջույթ։ Եվ այսպես նրանց անվանել են էոհիպուս, օլիգոհիպուս, մերիհիպուս, հիպարիոն և ժամանակակից ձի։ Հաջորդը բրածո անցումային ձևերն են, սրանց թվին են պատկանում փսիլոֆիտները, դրանք առաջացել են ջրիմուռներից և հանդիսանում են առաջին ցամաքային բույսերը։ Փսիլոֆիտները հետագայում սկիզբ տվեցին սպորներով և հետագայում արդեն սերմերով բազմացող բույսերի առաջացմանը։ Մյուս օրինակ անցումային ձևերից բրձնալողակ ձկներն են, որոնք միջանկյալ դեր են կատարում ձկների և հնագույն երկենցաղների միջև։ Հնագույն երկենցաղներից է ստեգոցեֆալը։ Հաջորդ օրինակը արքեոպտերիքսն է, որը ընկած է թռչունների և սողունների միջանկյալ դիրքում։ Հաջորդը ձևաբանական ապացույցներն են։ Ձևաբանական ապացույցները հիմնված են համեմատվող տեսակների կառուցվածքային նմանության սկզբունքների վրա։ Ձևաբանական կամ մորֆոլոգիական ապացույցները ներկայացված են հոմոլոգ և անալոգ օրգանների միջոցով։ Հոմոլոգ են կոչվում այն օրգանները, որոնք ունեն նման կառուցվածք, ընդհանուր ծագում և տարբեր ֆունկցիա։ Դրանց մոտ միանման տեղադրվածություն է նկատվում օրգանների, միանման սխեմա կառուցվածքային և ձևավորվում են այս օրգանները նման սկզբնակներից։ Անալոգ են կոչվում այն օրգանները, որոնք ունեն միանման արտաքին, տարբեր ծագում և միևնույն ֆունկցիա։ Օրգանների տարբեր տեղադրվածություն, կառուցվածքային տարբեր սխեմա և ձևավորվում են տարբեր սկզբնակներից։ Եվ այսպես ուսումնասիրենք սրանցից յուրաքանչյուրը օրինակներով։ Հոմոլոգ օրգանների թվին են պատկանում չղջիկի, խլուրդի և փոկի վերջույթները։ Ցամաքային ողնաշարավորների վերջույթները ունեն ընդհանուր ծագում, երեքն էլ կաթնասուն են, սակայն կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Հաջորդ օրինակը օձերի թունագեղձերն ու կաթնասունների թքագեղձերն են։ Օձերի թունագեղձերը ներկայացված են զույգ գեղձերով, որոնց ծորանները բացվում են թունավոր ատամի մեջ։ Իսկ թքագեղձերը կաթնասունների մոտ մարդու օրինակով ներկայացված է երեք զույգ գեղձերի միջոցով՝ ենթալեզվային, ենթածնոտային և հարականջային։ Սրանք որպես կանոն ունեն ընդհանուր ծագում, առաջացել են մեզոդերմից, սակայն կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Հաջորդ օրինակը մասրենու և ալոճենու փշերն են։ Սրանք հանդիսանում են հոմոլոգ օրգաններ, քանի որ տերևի ձևափոխություններ են։ Հաջորդը գեորգենու կողային արմատների ձևափոխության արդյունքում առաջացած արմատապալարներն են և թզարմատի արմատապալարները։ Սրանք հանդիսանում են հոմոլոգ օրգաններ,
քանի որ երկուսն էլ առաջացել են կողմնային արմատների ձևափոխություններից։ Հաջորդը անալոգ օրգաններն են, ինչպես ասացինք, անալոգ են կոչվում այն օրգանները, որոնք ունեն տարբեր ծագում, սակայն ֆունկցիայով նույնն են։ Օրինակ ձկները, որոնք քորդավորների տիպի մեջ են մտնում, ունեն խրիկներ, որոնց ֆունկցիան շնչառական է, իսկ խեցգետնակերպերի մոտ խրիկները, որոնք տեղավորված են երկու կողմերում, նրանց գլխակրծքի երկու կողմերում, դրանք նույնպես ունեն շնչառական ֆունկցիա, սակայն ծագումը տարբեր է։ Հաջորդ օրինակը չղջիկի և թիթեղի, ինչպես նաև չղջիկի և ճպուրի թևերի համեմատությունն է։ Ինչպես գիտենք, չղջիկները կաթնասուններ են, իսկ թիթեղներն ու ճպուրները դրանք միջատներ։ Հետևաբար սրանց թևերը ունեն տարբեր ծագում, բայց կատարում են միևնույն ֆունկցիա։ Հաջորդ անալոգ օրգանների օրինակներից են իշախաղանջ արջուկի և խլուրդի փորող վերջույթները։ Իշախաղանջ արջուկը միջատ է, սակայն ունի փորող վերջույթներ, իսկ խլուրդը կաթնասուն է և նույնպես ունի փորող վերջույթներ։ Ունեն տարբեր ծագում այս օրգանները և կատարում են միևնույն ֆունկցիա։ Հաջորդ օրինակը բույսերի վրա եթե բերենք, ոլորի բեղիկներն են, որոնք իրենցից ներկայացնում են տերևի ձևափոխություններ, և ապա խաղողի բեղիկները, որոնք վերգետնյա ընձյուղի ձևափոխություններ են։ Բացի հոմոլոգ և անալոգ օրգաններից, գոյություն ունեն օրգանական աշխարհի ծագման միասնությունը ապացուցող նաև ռուդիմենտ օրգաններ։ Ռուդիմենտ են կոչվում այն օրգանները, որոնք բնորոշ են տեսակի բոլոր առանձնյակներին։ Սրանք սաղմնային վիճակում մնացած օրգաններն են, առաջացել են սաղմնային զարգացման ընթացքում, սակայն իրենց զարգացումը չեն ավարտել։ Դրանցից են հին օձերի մոտ վերջույթների առկայությունը, ինչպես տեսնում եք նկարում, և վիշապ օձերի հետանցքի երկու կողմերում գտնվող չանկանման վերջույթները, ինչպես նաև ռուդիմենտ են մշնակերների ատամները և մարդու մոտ ականջի մկանները, պոչուկը, երրորդ կոպը, ձեռքի, մաշկի մկանները և ապենդիքսը։ Ինչպես գիտենք, մարդու ականջի վերին հատվածում կա փոքրիկ թմբիկ, շատերի մոտ դա նկատվում է, շատերի մոտ ոչ, սա խոսում է այն մասին, որ ականջի այս մկանը ժամանակին ծառայել է ականջը շարժելու համար։ Հաջորդը, ինչպես ասեցինք, ձեռքի մկանն է։ Եթե մենք հանգիստ դնենք ձեռքը սեղանին և ապա ճիկուտն ու բութմատը միացնենք իրար, ապա շատ լավ այս հատվածում կերևա մկան, որը որ մեր նախնիների ժառանգությունն է մեզ, շատերի մոտ էլի դա շատ լավ նկատվում է, շատերի մոտ ոչ։ Ինչպես ասացինք, պոչուկի առկայությունը, որը ժամանակին եղել է պոչային ողերի ամբողջություն, երրորդ կոպի առկայությունը, այս վարդագույնը, որը որ գտնվում է սաղմնային զարգացման փուլում, կանգ է առել և չի զարգացել։ Մյուսը մաշկի մկաններն են, հարթ մկանները, որոնք որպես կանոն էլի մենք ժառանգել ենք մեր նախնիներից, և սրանք որպես կանոն ժամանակին բավականին շատ մազածածկույթ ունեցող կաթնասունների մոտ պիլոէրեկցիա են իրականացնում։ Այս երևույթը կոչվում էր պիլոէրեկցիա, և նաև սրանք ուրեմն ջերմակարգավորման մեծ նշանակություն ունեին։ Հաջորդը ապենդիքսն է։ Ապենդիքսը իրենից ներկայացնում է կույր աղիքի որդանման հավելված, այն հանդիսանում է մարսողական ուղղումի մասը, սակայն կորցրել է իր նշանակությունը որպես մարսողական օրգան։ Իհարկե պատված է բավականին շատ ավշային հանգույցներով, սակայն զարգացումը կանգ է առել սաղմնային զարգացման ժամանակ և ուրեմն այն որպես կանոն ֆունկցիոնալ չի օգտագործվում։ Գոյություն ունեն բացի ռուդիմենտներից նաև ատավիզմներ։ Ատավիզմներ են կոչվում նախնիներին վերադառնալու հատկությունները։ Դրանցից են պոչի առկայությունը, բազմապտկությունը և դեմքի մազածածկույթը։ Հաջորդ ապացույցներից է սաղմնաբանական ապացույցը,
Ինչպես տեսնում ենք, ձկան, երկենցաղի, սողունի, թռչունների և ուրեմն կաթնասունների մոտ նկատվում է միևնույն օրինաչափությունը։ Եվ ընդ որում սաղմնային զարգացման ավելի վաղ փուլերում այս առանձնյակների սաղմերը ավելի իրար նման են, քան ավելի ուրեմն սաղմնային զարգացման ավելի ուշ փուլերում։ Սահմանաբանական ապացույցների մեջ պետք է նշել, որ Հեկելը և Մյուլլերը տվեցին կենսագենետիկական օրենքը, ըստ որի օնտոգենեզը կամ անհատական զարգացումը ֆիլոգենեզի կամ մակրոէվոլյուցիայի փոքր համառոտ կրճատ կրկնությունն է։ Եվ վերջին ապացույցը կենսաաշխարհագրական ապացույցն է, որը վկայում է օրգանական աշխարհի միասնության, ծագման միասնության մասին։ Կենսաաշխարհագրական ապացույցի հիմքում ընկած է արյալը և արյալով պայմանավորված մի շարք հատկանիշները։ Օրինակ, պարբերական հիվանդությունը, որը տիպիկ աշխարհագրական արյալով պայմանավորված հիվանդություն է, և ուրեմն կենսաաշխարհագրական ապացույցները հիմնականում ծառայում են, որպեսզի կարողանանք օրգանական աշխարհի միասնության մասին ևս մեկ անգամ վկայություն ունենանք։ Եվ այսպես այս բոլոր ապացույցները, որոնք ներկայացրեցինք, սրանք խոսեցին օրգանական աշխարհի միասնության գաղափարի մասին և ապացուցեցին մակրոէվոլյուցիայի հիմքերը։ Շնորհակալություն։ Կարծում եմ նյութը մատչելի էր և կարողացաք ամրապնդել։